48 թիմ, 104 խաղ, 308 գոլ։ Ամենամասշտաբայինը, ամենաերկարն ու ամենառեկորդայինը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ավարտվեց։ 16 տարի անց Իսպանիան կրկին դարձավ աշխարհի չեմպիոն։ Լրացուցիչ ժամանակում Արգենտինային խփած միակ գոլը Եվրոպայի չեմպիոն Իսպանիային արդեն աշխարհի գավաթակիր դարձրեց, երկրորդ անգամ պատմության մեջ։ Պարգևատրման արարողության գլխավոր աստղը նաև մրցաշարը հյուրընկալող երկրի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դարձավ։ FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ինչ-որ պահի նույնիսկ ստիպված եղավ նրան հեռու տանել, որ իսպանացիները կարողանան իրենց հաղթանակը նշել առանց նրա ներկայության։ Իդեպ այս զույգը այս առաջնության ընթացքում արդեն հասցրել էր սկանդալի կենտրոնում հայտնվել, երբ Թրամփը զանգել ու խնդրել էր Ջանի Ինֆանտինոին Բելգիայի հետ խաղից առաջ չեղարկել Միացյալ Նահանգների հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգանի կարմիր քարտը։ Կարմիր քարտը չեղարկվել էր։ ԱՄՆ Բելգիա խաղում Բելգիան հաղթեց, իսկ բելգիացի ֆուտբոլիստները հանդերձարանում պարեցին Թրամփի հայտնի պարը։ Իդեպ սա նաև առաջնությունն էր, որը փոխեց ֆուտբոլն ու ֆուտբոլային 100-ամյա ավանդույթները։ Առաջին անգամ աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը կազմակերպվեց Սուպերբոլի ձևաչափով մեծ երաժշտական շոու Շակիրայի, Մադոննայի եւ այլ համաշխարհային աստղերի մասնակցությամբ։ Դրա պատճառով ընդմիջումը սովորական 15 րոպեի փոխարեն տևեց մոտ 25 րոպե։ Նորամուծությունը, սակայն, երկրպագուները միանշանակ չընդունեցին։ 2026 թվականի աշխարհի առաջնությունը հավանաբար վերջինը դարձավ նաև համաշխարհային ֆուտբոլի երկու մեծ աստղերի Լիոնել Մեսսիի եւ Քրիշտիանո Ռոնալդուի համար։ Իսկ մրցաշարի ամենագեղեցիկ պատմություններից մեկը Կապո Վերդեի սխրանքն էր։ Փոքրիկ կղզի պետության հավաքականը հասավ փլեյ-օֆ եւ դարձավ աշխարհի առաջնության ամենատպավորիչ հաջողության պատմությունը։